Հանուն Հոր և Որդու և Հոգվույն Սրբո, ամեն։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ իմ խոսքը ընդունի և հավատա նրան, ով ինձ ուղարկեց, չի դատապարտվի, այլ մահվանից դեպի կյանքն է փոխադրվում։ Այս խոսքն է Տեր Հիսուս Քրիստոս հնչեցնում որպես խոստում և երաշխայրիկ իր սիրո և ուղեցույց այն ճանապարհի, որով անցնում է յուրաքանչյուր քրիստոնյա անհատ, ով որ ընդունում է Աստծո խոսքը որպես գերագույն ճշմարտություն, որպես իր կյանքի համար կարևորագույն ուղենիշ, չի դատապարտվի, այլ մահվանից դեպի կյանքն է փոխադրվելու։ Եվ այս խորհուրդը կատարվում է եկեղեցու մեջ այն ժամանակ, երբ որ մարդը գալիս է հավատքի և իր կյանքն է ապրում, և այս խորհուրդը կատարվեց շատ սրբերի մեջ, բայց լավագույնս և գերագույն կերպով կատարվեց Տիրամոր կյանքի և վերափոխման պատմության մեջ։ Եվ պատահական չէ, որ այս խոսքից այսօրվա քարոզը սկսեցի, որովհետև Տիրամոր պատկերը և իր վերափոխումը վառ վկայությունն է Տիրոջ այս խոսքի կատարման։ Այսօր մենք համախմբվել ենք նշելու վերափոխման տոնը, երբ որ Սուրբ Մարիամ Աստվածածինը իր երկրային կյանքը ավարտելով ննջեց և բոլորը մտածեցին, որ ինքը այլևս մահացել է, որ այլևս նա գնացել է մահացածների աշխարհ և կատարված ծիսակարգի համաձայն իր մարմինը թաղել են մի քարանձավի մեջ, սակայն երբ որ առաքյալներից մեկը, Բարթողիմեոս առաքյալը, որ ներկա չի եղել թաղման արարողությանը, կամեցավ մտնել և հրաժեշտ տալ, տեսան, որ Տիրամոր մարմինը գերեզմանի մեջ չէ, և հասկացան, որ Տերը Հիսուս Քրիստոս, իր միածին որդին, որը իր մարմինը ստացել է հենց Սուրբ Մարիամից, եկավ և իրան վերափոխեց երկինք, և դա եղավ Քրիստոսի հարության մեծագույն ապացույցը մեր կյանքում։ Մենք բոլորս հավատում ենք, որ Հիսուս Քրիստոս հարություն առավ, սակայն գիտենք, որ ինքը Աստված լինելով կարողացավ անգամ ինքներին հարություն տալ։ Սակայն նա բազմիցս խոստումներ էր տվել, ասելով, որով հավատա ինձ, չի մահանա, որտև ես եմ հարությունը և կյանքը, և առաջին մարդը, ով որ մարմնով հարություն առավ հավիտենական կյանքի համար Հիսուս Քրիստոսից հետո, դա եղավ Տիրամայրը, Սուրբ Մարիամը, ով որ 60 տարիների կյանքը ապրելով ցույց տվեց հավատքի ճանապարհի մեծագույն ուղենիշ, որը օրինակ է եղել բոլոր ժամանակների քրիստոնյաների համար և որը մենք ամեն տարի արթնացնում ենք մեր մեջ, տոնելով, հիշատակելով իր վերափոխումը, որը մեր եկեղեցու մեծագույն տոներից մեկն է։ Դա մեր բոլորից տոնն է, որտև Սուրբ Մարիամ Աստվածածինը բոլոր քրիստոնյաների մայրն է, որտև նա կյանք տվեց Տիրոջը, իր մարմնից մարմին տվեց Հիսուս Քրիստոսին և Հիսուս Քրիստոսը իր մարմինը դարձրեց Սուրբ Եկեղեցին։ Եվ ամեն անգամ, երբ որ հիշում ենք Տիրամորը, բազմաթիվ հարցադրումներ են առաջ գալիս, թե ինչու Տերը ընտրեց հենց իրեն, ինչու ուրիշ մեկը չեղավ և ինչ տրամաբանությամբ է շարժվել Աստված, երբ որ ընտրել է Մարիամին։ Եվ ինչու ենք մենք այդ հարցադրումը տալիս, հասկանալու համար, թե մենք եթե ուզում ենք Աստծու կողմից ընտրված լինել, ինչ չափանիշներ պիտի կրենք մեր մեջ, ինչ արժեքներ պիտի կրենք և դավանենք, որպեսզի Աստված ընտրի մեզ։ Որտև մեծագույն պատիվը, որ ունի մարդ այս աշխարհում, դա Աստծու կողմից ընտրված լինելն է։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ շատերը կանչված են, կանչվածները շատ են, սակայն ընտրյալները սակավ։ Այսինքն Աստված կանչում է բոլոր մարդկանց, բայց միայն նրանք, ովքեր իրենց մեջ ունեն իմաստություն, շնորհք, կարողություն այդ կանչին արձագանքելու, միայն այն մարդիկ են,
արժանանում ընտրյալ լինելու, ընտրյալ անձնավորություն կամ ընտրյալ ազգ։ Եվ Տիրամայրը իսկապես իր որակներով մեզ համար ցույց է տալիս այն ճանապարհը կամ ուղենեշում է մեզ համար այն իրականությունը, որ մենք պիտի մտնենք, եթե ուզում ենք Աստծո կողմից ընտրվենք, եթե ուզում ենք հաղթել մահավանցթվերը եւ վերափոխվել, գնալ Աստծո արքայություն։ Եվ եթե նայենք Տիրամոր կերպարին, իր կյանքին, իր օրինակին, Սուրբ Գիրքը շատ բաներ իր մասին չի հայտնում։ Չի հայտնում, թե ինքը եղել է շատ ուսյալ, շատ իմաստուն, խոհեմ, կրթություն է ստացել, հոգևոր սխրանքներ է գործել, աղոթքի մեջ է եղել երկար ժամանակներ, ծոմապահությունների մեջ, այդ մասին ոչինչ չի ասում Սուրբ Գիրքը։ Սակայն մի կարևոր որակ է մատնանշում Սուրբ Գիրքը, որը մեզ համար բանալի է հանդիսանում հասկանալու համար իր կերպարը եւ մուտք գործելու համար այդ ճանապարհին, որը նա անցել է։ Դա իր խոնարհությունն է։ Եվ ինքը երբ որ հրեշտակապետի ձայնին արձագանքում ասում է, որ այդ ցարարի վրա խոնարհության աղախնո յուրո, այսինքն տեսավ իր աղախնի խոնարհությունը եւ ահա կիրանեն ինձ բոլոր հետագա սերունդները։ Եվ կարևորագույն որակը, որ նա ուներ եւ որը իրեն դարձրեց Աստծո անոտ, Աստծո տաճար, որը իր դարձրեց մարդկության պատմության մեջ կարևորագույն անձնավորությունը, բոլոր ժամանակներում ապրած մարդկանց մեջ, բոլոր ազգերի մեջ, բոլոր ցեղերի մեջ, անցյալ, ներկա եւ ապագա, Աստված ընտրեց մեկ անձնավորությունը, որի միջոցով նա ծնվեց եւ եկավ աշխարհ եւ դա Սուրբ Մարիամն էր։ Եվ միակ որակը, որ կարևոր էր Տերոջը մարմնանալու համար եւ ընտրելու համար իրեն, դա իր խոնարհությունն էր։ 14-15 տարեկան մի օրիորդ, ով որ այլևս առանց ծնողների դաստիարակվել էր տաճարեկից դպրոցում, պիտի մուտք գործեր կյանք, պիտի ընտանիք ստեղծեր, պիտի ամուսնանար եւ ահա նա հղիանում է անհայտ կերպով Սուրբ Հոգու կողմից ամբողջ հասարակության առջև նա դառնում է պարսավանքի առարկա, որովհետեւ եթե այդ տարիքում առանց ամուսնության աղջիկը հղիանում է, դա խայտարակություն է իր եւ իր ամբողջ գերդաստանի համար, բայց իր հավատքը եւ իր վստահությունը Աստծուն դարձրեց իրան բոլոր ժամանակների ամենաօրհնյալ անձնավորությունը, որը բարձրացրեց իրան անգամ հրեշտակներից բարձր Սուրբ Երորդության գահի մոտ։ Աստված գիտեր, որ ինչքան շատ շնորհ պարգևեր իրեն, ինչքան մեծ արանքի, ինչքան մեծ պատվի արժանացներ իրեն, նա երբեք չէր մեծամտանա։ Գիտեր, որ Մարիամը դրանից չէր դառնա գոռոզ, հպարտ, մեծամիտ, ուրիշներին վերևից չէր նայ, չէր ասի, ահա ես եմ Մեսիային ծնվել, ես եմ աշխարհի փրկչին աշխարհ բերել, պիտի ինձ մեծարեք, պիտի ինձ փառաբանեք։ Ոչ նա տեսավ, որ այդ մարդու մեջ կա ունակություն, խոնարհություն, խելամտություն եւ մարմնացավ իր միջոցով եւ այդ կարողության շնորհիվ նա դարձավ իսկապես ամենաօրհնյալը։ Եվ մեզ համար դա շատ կարևոր չափանիշ է, որովհետեւ մեծագույն թշնամին մարդու եւ իր հոգեվոր կյանքի, ընդհանրապես իր կյանքի մեծագույն խոչընդոտը աստվածային շնորհների, աստվածային օրհնությունների մարդու կյանք գալու դա մեծամտությունն է, հպարտությունն է, սնապարտությունն է, երբ որ մարդը պարծնում է նրանով, ինչ որ նա անգամ չունի, երբ որ մարդը ուրիշներին վերևից է նայում, ինքը փորձում է մշտապես ուրիշներից լավը երևալ եւ դրանով իսկ թույլ չի տալիս Աստծուն իր կյանքում գործելու, որտեղ ինչքան էլ շատ Աստված գործի այդ մարդու կյանքում, այնքան շատ այդ մարդը կմեծամտանա, այնքան բարձր կլինի իր քիթը։ Եվ հակառակը, ինչքան խոնարհ է լինում մարդը, ինչքան նա գիտակից է լինում իր հոգևոր կյանքի, ինչքան շատ է նա հասկանում իր մեղքերը եւ Աստծո շնորհը եւ սերը իր հանդեպ, այնքան շատ է մարդը տալիս Աստծուն հնարավորություններ գործելու իր կյանքում, լցնելու իր կյանքը բազմապիսի օրհնություններով, շնորհներով եւ դարձնելու իրան ընտրյալ եւ այդ ընտրության մեջ մարդը գտնում է երջանկությունը։
երբ որ ամեն օր Աստծո հետ է ապրում, երբ որ ամեն օր վայելում է Աստծո օրհնությունը, այնպես ինչպես բնությունը վայելում է ծագող արեգակը, ամեն առավոտ։ Եվ դա է քրիստոնյայի կյանքը։ Եվ այսօր մենք տոնելով Սուրբ Մարիամի վերափոխումը պիտի խնդրենք իր օգնությունը մեզ։ Պիտի աղոթենք իրեն, որպեսզի նա մեզ համար բարեխոս լինի եւ օգնի մեզ կրելու այն որակները, որը նա կրեց։ Օգնի մեզ այնքան խոնարհություն մեր մեջ ունենալ, այնքան սթափ կշռադատված ճիշտ դատողություն ունենալ մեր սեփական անձերի հանդեպ, որպեսզի մենք եւս դառնանք Աստծո կրող, որպեսզի Աստված բնակվի մեր մեջ, ճիշտ այնպես ինչպես նա բնակվեց Սուրբ Մարիամի մեջ, որպեսզի մենք Աստվածակիր անձնավորություններ լինենք եւ Աստվածընտրյալ, եւ Տերը բնակվի մեր մեջ, եւ գործի մեր մեջ, եւ մեծամեծ գործեր անի մեր միջոցով, եւ մենք դրանից երբեք չմեծամտանանք եւ երբեք չփչացնենք Աստծո օրհնությունները մեր կյանքում։ Հակառակ դեպքում մենք միշտ էլ մնալու ենք այդ իրականությունից դուրս։ Եվ ասեմ ձեզ, որ այդ խնդիրը ոչ միայն հոգևոր կյանքին վերաբերող խնդիր է, որտեղ հոգևոր կյանքը մեր առօրյա կյանքի անբաժանելի մասն է։ Մեր ազգի մեջ մտած մեծամտության, հպարտության, գոռոզության պատճառով մենք կորցնում ենք ամեն օր ինչ-որ մի բան մեր կյանքից։ Մենք զրկում ենք մեզ Աստծո օրհնությունից։ Աստված ուզում է մեզ առաջնորդել, ուզում է մեզ դարձնել ընտրյալ ազգ։ Ուզում է, որպեսզի մենք մշտապես աճենք, զարգանանք, ծաղկենք, բայց մենք ունակ չենք դա ընդունելու։ Մենք պարտություն ենք կրում ամեն ոլորտում, որովհետև մենք հաղթանակի դեպքում մեծամտանում ենք։ Այո, մենք շատ մեծ հարվածներ ենք ունեցել այս տարիների ընթացքում, մենք պատերազմ ենք պարտվել, սիրելիներս, եւ պարտվել ենք այն պատճառով, որովհետև հաղթանակի պարագայում մենք այնքան կմեծամտանանք, այնքան կբարձրացնենք մեր քիթը, այնքան կգերազանցե մեր մեջ հպարտությունը, մեծամտությունը, գոռոզությունը, որ այլևս մեզ հնարավոր չէր լինի բերել դեպի իրականության դաշտ, որտեղ որ ապրում է Աստված։ Եվ դա է կյանքի դաժան, սարսափելի, սակայն անխուսափելի իրականությունը։ Մինչև որ մենք ձեռք չբերենք իրական պատկերացում մեր անձերի հանդեպ, չհասկանանք, որ ինչ որ մենք ունենք բարին դա Աստծուց է, եւ դա պիտի աճեցնենք եւ մեծացնենք, եւ այն ինչ որ մենք գործում ենք չարը, դա մեզանից է, դա մեզ խանգարում է աճելու եւ զարգանալու, մենք երբեք չենք գա դեպի իրականություն։ Եվ այսօրվա տոնը մեզ համար խորհուրդ եւ առիթ է այդ մասին մտածելու, խորելու, փոխվելու, վերափոխվելու, դառնալու ավելի լավ մարդ, խոնարհվելու Աստծո մեծության առջև, դառնալու Տիրոջ ընտրյալ ժողովուրդ եւ հաղթահարելու համար ամեն ինչ, անգամ մահվան ստվերը, ինչպես Սաղմոս 2-ն է ասում, որ անգամ եթե գնամ մահվան ստվերի միջոցով, չեմ երկնչի եւ չեմ վախենա, որովհետեւ դու իմ հետ ես։ Աստծուն քո մեջ կրելու միակ քո արժանիքը պիտի լինի քո խոնարհությունը։ Երբեք ու երբեք մենք չպիտի ուրիշներից բարձր մեզ դասենք, մեր եղբորից, մեր ընկերոջից, երբեք ու երբեք մենք չպիտի վերևից նայենք մարդկանց, որտեղ բոլորս էլ մեղանչական ենք եւ բոլորս էլ Աստծո սիրով եւ Աստծո ողորմությամբ ենք ապրում, սիրելիներս։ Դա է իրականությունը։ Եվ թող Տիրամայրը մեզ բարեխոս լինի։ Տիրամոր օրինակով մենք արժանանք խոնարհությամբ կրել Քրիստոսին մեր մեջ եւ փառաբանել նրան այսօր եւ հավիտյանս։ Ամեն։